Ողջույն։ Արդեն 1-2-3 չենք ասում դա չէ։ Հավասար ենք ասում։ Ժողովուրդ, այսօր ամանորյա սուբծննդյան էպիզոդ ենք նկարում ձեր համար տնային պայմաններում, որովհետև սուբծնունդը շատ ընտանեկան եւ տնային տոն է։ Ուսումնասիրված է սալվազոր, մոտ 7 ամառոց սրոգոց ալ։ Ես կտանեմ, բայց մի քանի հատ գիտեմ։ Բայց լավ, հիմա չայը չեմ դրել։ Որտեղ գոլոշ է տալի։ Պատրաստ։ Մենք այսօր ունենք այս տուփիկների մեջ գեղեցիկ պիչենկաներ, ginger bread-եր։ Զարդարել ենք ու դրա ընթացքում պատասխանենք հարցերի, որոնք որ դուք մեզ գրել եք Instagram-ում։ Instagram-ը չենք ասում, թե հա չէ, Ռուսաստանում չէ։ Էական չի, հա։ Վլոգերի տակ ամրացել։ Okay, սկսենք, բացենք։ Եկեք բացենք երեխեք։ Ասեմ, որ մենք առաջի անգամ ենք անում ու կարող է շատ գեշ ստացվի։ Ունենք ստեղ պասիպ։ Штучки, я не знаю, как это. Ստեղ պասիպկաներ ունենք։ Նավագոտնի։ Սորեսի տար կոնֆետներ կդնեք մեջը։ Մերը շոկոլադով ունեք անկը։ Չէ, այս պասիպկան պիտի մեջը լցնի։ Лечиво. Точно отдай. Բայց მე իննը լետ տարել կյանք։ Ребята, подождите, что происходит? Ունենք ստեղ պիչենկաներ, 5 հատ պիչենկա է, տարբեր ֆորմաների ու հա, նայ, սրա վրա ենք դնում։ Beauty blogger. Этого не будет видно. Բամբարարամ բամ։ Այսօր մենք որպես ըմպելիք ընտրել ենք թեյ։ Ստան պայմաններում անուշ նստած մեր համար կիտրոնով կարող եք գրել թեյ վերցնել, նստել եւ նայել մեր Եվ թեյը։ Рождественский выпуск. Один. Целых 4 один. Ладон. Ինչ է։ Եկեք չգիտեք։ Գիտեմ ես։ Վիտամինից է։ Եկատերինա։ Եղեք, եկեք որոշենք առաջի ֆիգուրկան, թե որի վրա ենք անում։ Եկեք տուն անենք։ Տուն անենք։ Տուպոյ։ Всё։ Հնչեցնեմ առաջին հարցը, որ մեզ գրել են Բայց Instagram-ում։ հեռախոսը պահի։ Այսինքն Սոֆիդու։ Սաֆեդու։ Ուրեմն առաջինը գրել է Յանուկս, գրել է առաջին սիրում եմ ձեզ։ Եվ երկրորդ գրել է ինչն է ձեզ օգնում procrastinate չանեք։ Procrastination հայերեն համարժեք դրան բառի ես չգիտեմ, բայց եթե ինչ բացատրենք էլ այն երևույթն է, որ գիտես որ մեզ անելու բան հստակ, բայց դու դրանից խուսափում ես ու անում ես ամեն ինչ բացի այդ գործից, քեզ զբաղեցնում ես ամեն ինչով, բայց դու այդ գործը չանելու համար, բայց մեկը դավարտությունը մնում է։ Բայց ինձ ոչինչ չի օգնում, ես բալվում ու անում եմ դա։ 2 միլիմետր։ Շատ աղջի։ Բարակ, աղջի։ Սորից թե ես։ Այսինքն բարակ գա։ Դե իմ չափ կտրեցի։ Դու իմ չափ։ Հա, բայց խի եմ սպիտակար է։ Իրականում, երեխեք գեշոտ։ Իմն էլ է գեշորտ։ Ես չեմ կամոնում։ Ես ուզում էի բանը եղևնու ճյուղեր նկարեի, բայց ինչ Իրականում procrastination բերում է նրան, որ հա իրական դու կարող ես զուգահեռ այլ գործեր ես անում հասցնում ավարտին, բայց այն մեկը մնում է կիսատ ու վերջը դու սենց հենց գալիս ես դրան, ինքն իր լավ կողմերը եւ վատ կողմերը, ինչա մեզ ցույց տալիս։ Որ ստացվում է, որ դու X գործը, որ քննություն պարապելը օրինակ վերցնենք, դու բերում հասցնում ես վերջին պահին, ձգձգում ես, վերջին մի գիշերում կարող է պատրաստես ողջ սեմեստրի մատերիալը։ Կամ է չպատրաստվես։ Ես պատրաստվում եմ։ Ես չեմ։ Ինչևէ, ինչ նրան դեզրակացնում, որ իրականում մեր միտքն ու օրգանիզմը շատ լավ էր ունակ են կարճ ժամկետներում մեծ ծավալի աշխատանք կատարել, ունես չի վատ որակի։ Բայց դա նաև բերում է նրան, որ մեր միտքը շատ լարված է լինում, anxiety ենք ունենում։ Օրինակ հենց հիմա։ Ես հասկացել եմ, որ ինձ այդ վիճակը շատ ավելի անհանգստացնում, քան այն ռեզուլտատը, այն արդյունավետությունը, որ ես օրինակ ունենում եմ 1 օրում քննության պատրաստելիս, դիցիկ օրինակը քննություն է, բայց լուբոյ ուրիշ բան կարող պատկերացնենք, օրինակ որ գալիս է մի պահ, որ ես ունեմ ինչ-որ անելիք ու ես զգում եմ, որ իմ միտքը գնում է procrastination-ի, ասեմ աղջիկ ջան, մի հատ գտի քեզ ես կյանքում, այդպես չի դառնա։ Սարան հայլում է, աղջիկ ջան, գտի քեզ ես կյանքում։ Հայլում է, ես այստեղից տեսնում ով է։ Չէ, իրականում վերհիշում եմ այդ վատ վիճակը լարված, հետո ասում եմ դա ինձ պետք չի, այդ իմ արդյունավետությանը վնասում է, եթե ես գիտեմ, որ այդ գործը անելով ես կարամ թեթևացնեմ իմ գրաֆիկը, ծանրաբեռնվածությունը, ես ունեմ զուգահեռ այլ անելու բաներ, ախր չի կտրում։ Ու
Sense tenets այդ անելու է այդ ամեն ինչ որ խուսափեի այս գործից, բայց կարող անեմ այդ գործը անելուց հետո, why not? Սկսում եմ ոնց որ բաժանում եմ այդ անելիքը մի քանի մասերի, որ ինքը sense նպատակիկներ փոքրիկ լինեն, որոնց հասնելուց ոնց որ միտքը ոնց է իրան շատ լավ է, չէ՞, ինչ դոֆամիններ արտադրում էնդորֆին։ Չէ, դոֆամին։ Երևի թե դոֆամին այդ Նենց բանանցի վստահեցի, հեսա կոմենտարից քլնգում են։ Երբ որ դու ինչ որ փոքր հաղթանակիկներ ես ունենում, ուստի ես բաժանում եմ տվյալ անելիքը մի քանի մասերի, որ մի քանի հաղթանակներ ունենամ այդ գործը կատարելիս, ու ըստ պրիորիտետների բաժանում եմ դրանք, բաշխում եմ եւ սկսում եմ դրանք կատարել, բայց ինձ հանգիստներ եմ տալիս։ Դիցուկ կարա կրկին լինի քննություն պարապելու օրինակը։ Ինչ է կան։ Հաջորդ հարցը մեզ գրել է Թոմիկի քույրիկը եւ հարցրել է ինչը կփոխեիք մարդու հոգեկան աշխարհում։ Լիլիթ ջան։ Ամեն ինչը։ Դժվար հարց է տվել։ Լիլիթը հոգեբան է եւ այս հարցը որ գրել է, չգիտեմ ինչ պատասխան է ակնկալել մեզնից հասարակական կանացուներից, բայց Թոմ ջան կպատասխանես։ Ամեն մի մարդ բնականաբար շատ ունիկալ արարած է։ Եվ որպես, բայց իրոք, որպես այդպեսին չես կարող միանշանակ ասես, որ բոլորի հոգեբանությունը եւ այլն նման են, կարող է ինչ-որ քայլեր մարդկանց եւ նման լինեն, բայց ոնց որ չենք կարող ինչ-որ միանշանակ պատասխան տալ։ Ամեն մեկս ոնց որ սիրուն ենք յուրովի, թե մեր հոգեկան աշխարհով, թե մեր արտաքինով եւ այլն, եւ եթե անկեղծ ես ոչինչ չի փոխի։ Որովհետև կյանքի ընթացքում դու պրոստը հասկանում ես քո ներքին հոգեկան աշխարհը ու փորձում ես գտնել այն մարդկանց, ովքեր համապատասխանում են քեզ, իսկ ով չի համապատասխանում, ասում ես ցտեսություն։ Իսկ մասը։ Դինիկներն ինձ պետք։ Դինիկներն ինձ պետք։ Մեր կուրսի հայաց։ Լիվերչիկն է մեզ հարց ուղղել։ Եվ նա հարցրել է, որն է մեր սիրելի տոնը։ Ինձ թվում է դա շատ ակնհայտ է։ А вы что, не понимаете, что ли? Եթե մի տոն պետքա վերցնեմ, այդ իհարկե այս նավագոտնի աժոտաժն է, в общем, New Year-ն է։ Christmas ու ահավորձևի ինձ ուզում է միշտ այդ խառը վիճակները, դեկորը, երբ որ քաղաքը ճիշտ ամեր մոտ փորձում են նենց անել որ լավ լինի եւ սիրուն լինի ու քիչ շատից ստացվում է։ Երբ որ դուրս ես գալիս դուրս ու տեսնում ես այդ ատմոսֆերան ամեն ինչով ստացել են որ քեզ կոմֆորտնի լինի այդ ույուտնի վիճակը ստեղծի, մանավանդ հետո եթե տանն ես դնում ինչ-որ տոնածառ, հետո հյուրեր են գալիս։ Ինչև է նաև սիրում եմ ես զատիկը, որովհետև զատիկը շատ սիրուն ընտանեկան ջերմ, այո, ավելի ընտանեկան ու ջերմային առումով, որովհետև նոր տարվա օրը գիշերը ինչ որ sense խառը աժետաժա լինում այն առումով, որ sense այս տարեն մեր շուտ արա ժամը խփեց, այս միացավ եկնած։ Հա։ Ինչ որ sense խոհանոցը գմփած, կեղտոտ, գժանոց վիճակ, ու այդ դրանով ընտանեկան է ինքը, բայց ավելի ակտիվ անցնում, իսկ զատիկը շատ բարի անցնում, հանգիստ անցնում, առավոտյան ինչ որ հանգիստ է սկսում արդեն այդ մտքով որ զատիկա, իրոք տենց է, բայց ու շատ սիրում եմ զատիկը, որովհետև հավես անցնում։ Ու երեխեք ես շատ այո շատ այո Ու ծնունդս ինչի չեմ կարողանում միջև վերջ սիրել, որովհետև այդ օրը որ գալիս է, ինչ-որ sense մտքային, մտքի առումով, sense մտածում եմ, որ ինչ-որ էլի մի տարի մեծացա բան, չեմ կարողանում անցկացնեմ սիրուն հոգեկան Իվան դեմի երեխեք իմ ամսը սաղված այդում են իրանց Ինիկատի ունեի, որ ոչ թե սիրուն, որ կազմակերպած լինի սիրուն, այլ որ ոնց են ասում չգիտեմ ինչ ասում հոգեվիճակով կարողանում սիրուն հանկարծ եթե ինչ Այո, հաջորդ հարցը մեզ հարցրել են, խնդրել են որ մենք պատմենք մեր համալսարանական տարիներից
մեր ընկերությունից, իհարկե մեր ընկերությունն այն թեման է, որ կարելի է դրան մի առանձին էպիզոդ նվիրել եւ կարծում եմ մենք այդպես էլ կանենք, դրա համար կարող ենք մի քանի դրվագ պատմել, եկեք տոնածառն անենք հայրդ։ Պատմել համալսարանական տարիներ, ինչ որ հետարքի բոցեր որ հիշենք։ Էս իմը մենակ եմ չի։ Դա պրոստը դրել են որ դու։ Ուտենք։ Երեք համալսարանական կյանքից ես կներեք, էլի, էս է նույն կորժիկն է, որ դպրոցի բուֆետներում կար, թե չէ։ Երեք խոսում ենք դրա մասին, որ համալսարանը ոնց որ եղած լինի մի 10 տարի առաջ։ Իմ մոտ ես չեմ կարողանում այդ ժամանակը ճիշտ իմ ուղեղում դասավորել ու կողմնորոշվել։ Բայց իմ մոտ նենց հեշտ է ստացվում։ Հո, ես չգիտեմ ճիշտ ասած դա ինչի է տակա։ Իմ մոտ էլ է տենց տվարություն, որ դարեր առաջ էր ու ընդհանրապես ես չեմ հիշում, որ մենք առավոտվեր էինք անում, գնում ենք դասի, հիմա լրիվ ուրիշ ապրելակերպ եմ վարում ու մտքիցս առհասարակ դուրս է եկել համալսարան ասվածը ու ես իրոք շատ ուրախ եմ։ Ուրեմն ես հիշում եմ, թե ինչքան դաժան էր, որ դաժան չէր, բայց խնդալու էր, որ ես արշավների գնալուց, քանի որ ես Երևանից չեմ, գնում մնում էի հիմնականում Սոֆիանց տանը, ու տենց հետո առավոտյան արշավային պարագաներով գալիս էի դասի, ասենց լիքը վեշեր, ասենց բոլորը նայում էին ինչի, ոնց, որտեղից եւ այլն, ու տենց հերթական անգամ երբ որ ես պետք է գնամ արշավ, դրա նախորդ օրն է, շատ պարագաներով չեմ, որովհետեւ պայուսակս արդեն թողել էի X վայրում, բայց մոտս իմ սովորական առօրյական պայուսակն է, բայց ինչ-որ ծանր էր, մեր կուրսեցին, մեր Էդոներ տանում պայուսակը սեքսային վերցրել էր, ասում է Давайте передать привет Эдгару. Привет. Ասում է սորսխի, ասում գետ այսքան ծանր, ու ես ասում եմ սովորական իմ առօրյական բաներն են մեջ, ես չգիտեմ, ինչ-որ կոմպի լիցքավորիչն է, դրամապանակ, ինչ-որ ջուր, այդպես բաներ։ Բան է, կոնդիցիոները։ Սովորական բաներ, երևի։ Լվացքի մեքենա։ Լողից ջուր։ Ինչու՞ Էդգարը բացում է պայուսակը։ Գուշակեք ինչա գտնում։ Ձեզ դասեմ 3 վայրկյան կարող եք կոմենտներում գրել։ Կարանք վիդեոն ստոպ տանք։ Դուք ստոպ տվեք։ Հա, մենք այդքան տեղ չունենք։ Մենք կարող ենք ինքը այն պայուսակից գտնում է գազարներ։ Չլվացած, խանութից գված, ամբողջական գազարներ։ Իր զարմանքը նկարագրել երբ թե պետք չի, թե ինչ գործ ունեն այդ գազարներ պրոստը։ Ես իրենց առել էի, որ տենց կտրտեի երեկոյան, դնեի իմ կոնտեյներչիկի մեջ, փոխապես տանեի սարեր, որովհետև գազարը դեռներում լավ է ուտվում։ Իրականում գախնիկ եմ բացում։ Սոֆին եւ Էդգարը այդքան էլ չէին սիրում նստել պարապել եւ այլն։ Եվ մենք կանգնած էինք պարապում։ Արտագրություններ էին տեղի ունենում։ Ինչը չենք ասի Սարայի մասին։ Եվ Թոմիկի։ Եղեք Ես չգիտեմ ոնց էր տենց ստացվում, ես միշտ քննություններին պատրաստ եմ գնացել։ Պրոստը Թոմիկը լավ է ռուսերեն խոսում ու ինքը միանգամից երբ որ կարդում է, երբ որ ինչ-որ մի բան կարդում է, ինքը միանգամից ընկալում է։ Ես մինչև 18 անգամ չկարդա մի հատ տեքստ, իմ ուղեղի մեջ դա չի մտնելու, մանավանդ երբ որ ես չեմ ուզում, որ իմ ուղեղի մեջ դա մտնի։ Ու Սարան արտագրելու հետ կապված, երեք պրոստը չեք պատկերացնի ինքը ինչ հեռու է դրանից։ Ուրեմն եղավ մի դեպք առաջին կուրսում, երբ ես որոշեցի, որ չհավես չունեմ սովորելու, ավելի լավ է ես էլ դնեմ արտագրեմ, ախր դա շատ հեշտ է, չէ՞։ Սովորել եւ արտագրել։ Այն тут-то было։ Ես փորձեցի արտագրել եւ պոլիտ եղա, ինչպես ասեց Թոմիկը։ В общем, Իրինա Բարիսովնան գտնում է հեռախոսս, ինձ թողում է լիկվիդ, ասում է դուրս կորիր այդ լզարանից, ну примерно так։ Մի հատ բան կարամ ես պատմեմ, որ հիշում եմ ու ահա որ խնդալու է իրականը։ Պարոն Ավետյանի դասը ոնց որ նենց էր, որ ինքը մտնում էր լսարան, իրենից հետո չէին կարող մտնենք, որտեղ դռները փակվում էր, ներկայացական արվում էր ու ինքը դրանից հետո երբ որ մարդը մտնում չէր թողում ուղակի։ Ու մի անգամ, երբ որ մենք իջել էինք, ոնց որ ունենք երկար դասամիջոց, որը վերջանում է 12:50 ու 12:50 հենց դասը սկսվում է, մենք իջել էինք արտլանջ ու արտլանջը մեր ոնց որ ճաշարանն է, այնտեղ այդ ժամին ահա որ հերթեր են, միջև sense մեր մոտի մոստը հասնում էր, շատ երկար հերթեր էին ու որ ստացվում է մեր մոտ ինչ-որ բան առնել, զգում ենք որ մենք արդեն ուշանում ենք ու վազում ենք 3-րդ հարկից 4-րդ հարկ աստիճաններով ու ունեցա աստիճանները շատ էին որ պատկերացնեք, այս ոնց որ լսարանն է, մենք աստիճաններով բարձրանում ենք դեպի լսարան ու պարոն Ավետյանը այս կողմից իր որ հանգիստ քայլում է որ գնա դասանի ու մենք sense վազում ենք շնչակտուր ուղակի չեք պատկերացնի որ արդեն ընկնում ենք այդ պահներ Սարայի հետ էի, Սարան հիշում է այդ պահը ու sense տեսնում ենք պարոն Ավետյանին, ասում են պարոն Ավետյան կանգնեք, ասում կանգնեք, մտնեք նոր ու պարոն Ավետյանի դասերը շատ լավ է անցնում իրականում, միակ մարդն որ ես հաճիկով նստել եմ իր դասային ու լսել եմ մասնակցել եմ, դարել եմ մի մաս այդ դասի
որտեվ ի տարբերություն ուրիշ դասերի մենք ես կարող նստեի քնեի կամ հետևը ինչ որ նստեի խոսեի ժողովրդի հետ կամ խաղեի խաղում կստати ու իր դասերը շատ հետաքրքիր մենք sense վազում ենք ասում պարոնավիճան կանգնեք խնդրում ու ինքը ոնց որ sense դանդաղ քայլում մենք մտնում ենք լսարան շնչակտուր ուղղակի sense այդտենց էինք շնչում այդքանը եւ մենք մասնակցում ենք դասին իսկ Թոմիկը միշտ գայս էր ուշացած պարոնավիճանը իրան դրում էր բացակա բայց ինքը նստում էր դասերի ու լսում էր այստեղ ապացույց որ իրականում ընկերավետանի դասերը շատ լավ անցնում օ Յանուկը լավ հարց ուտվել ասում եթե կարողանայիր այս ուրիշ Յանուկը նոր տարի նշել ցանկացած քաղաքում որտեղ կլիներ Oh my god, ես հենց նոր պատասխանել եմ երևի կադրից դուրս այդ հարցին։ Իմ երազանքների երկիրը, որտեղ ես կլինեմ ամանորին, դա Նյու Յորքն է։ Ես էլ փոքր երազանք։ Բայց ես նաև շատ ուզում եմ Լոնդոն, որտեղ Լոնդոնում ահա որ սիրուն այդ ամեն ինչ արվում։ Ես ուզում եմ տարբեր երկրներում, ես հասկանում եմ, որ կյանքը այդքան երկար չի, որ տարբեր շատ երկրներ։ Բայց ես երազում եմ եվրոպական տենց երկրներում, ասենք Ավստրիա, Գերմանիա, իրենց յարմարկաներով սիրուն եւ այլն։ Շատ երազում եմ Նյու Յորքում։ Հա, շատ եմ երազում Նյու Յորքում անելու մասին, ամեն իրաց դյունառատ վիճակը, այդ բանից։ Այրանց մոտ հրաշքները 100% կան։ Հա, ասենք Հայաստան չի հասնում հրաշքները, բայց Նյու Յորք այդ ոգի շնչումը եկել է один դոմայից առաջ։ Այո, 100%։ Ու հետո Friends-ից։ Չգիտեմ շատ կուզեմ։ Էլի յանքներ, ասում ամենահիշվող ամանորյա նվերը։ Գլխեք։ Ես ունեմ։ Եթե Secret Santa-ն կարելի է համարել ամանորյա նվեր, առանց նվիրելա шум. Ասենք, я не знаю, мне кажется, у меня больше никогда не будет такого подарка. Да. Ճիշտ է, իմ շունը հիստերիկ հիվանդ է, բայց ես իրան շատ եմ սիրում։ Ես շատ եմ սիրում նվերներ անել, մտածված նվերներ вообще։ Ու այդ ժամանակ առաջին կուրսում էինք, որ ես հիշում եմ, որ Թոմը ամեն օր ասում էր, ես ինձ կուզեի շուն ունենայի բան, ինչ-որ ձևով գտել է իր մամայի առավոտյան համարը, զանգել էի թույլտվություն էի խնդրել։ Ես չգիտեմ իմ մաման ոնց է вообще այդ թույլտվությունը տվել անկեղծ, որովհետև անցել էր ընդամենը 2 օր, ինքը ինձ խնդրում էր, ասում էր արես առային, ասենք թող հետ տանի ես շուն։ Ընդամենը 2 օր։ Զիմբան ինչև հիմա կա, մաման էլ իրան ամեն օր կերակրում է։ Քանի որ մենք էլի հարցեր ունենք իրականում, բայց քանի որ մեր այս էպիզոդը Սուրբ Ծննդյան է ու այդ Սուրբ Ծննդյան Ուրախ եմ ես ինչի կջոյն եղով։ Ձին։ Հələ Շունա։ Ահեք ու իմ ձին, որ ես պրոստը իրան զանգակ եմ սարքել, որտեվ բացատրում եմ մի հատ նայ իմ։ Ես ձի չեմ սարքել, իհանց չուզեցի։ Սիրելիներ, քանի որ կամերայի շողությունը լցվեց, կամերայի շողություն քարտի։ Մենք որոշեցինք ձեզ սպակա անենք հեռախոսով։ Երկեք։ We wish you a Merry Christmas. We wish you a Merry Christmas. We wish you a Merry Christmas and a Happy New Year. Հա, ասում էինք, որ գալիք տարում թող ձեզ ուղեկցեն խաղաղությունը, երջանկությունը, ձեր նպատակներն իրականանան, դնեք նոր նպատակներ հասնեք, դրանց ինչ կիսատ եք թողել էլ տենց սիրուն հասնեք եւ Ոսկան լավ լինենք։ Դառնակ այդ մարդկանցից լավ։ Չէ, մարդկանցից պետք չի դառնանք։ Խոմ ենք, սով ենք։